Good morning. Robert Amsterdam, counsel to Samuel Karapetyan. Բարի լույս, ձեզ հետ է Ռոբերտ Ամստերդամը, Սամվել Կարապետյանի փաստաբանը։ Ցանկանում եմ անդրադառնալ մի քանի հարցի։ Առաջինը Հայաստանի իշխանությունների բացարձակապես ապշեցուցիչ ու ապօրինի վարքագիծն է։ To this recent arrest of the co-founder of Strong Armenia, Mr. Aleksanyan, Նկատի ունեմ ուժեղ Հայաստան կուսակցության համահիմնադիր եւ պատկերավոր ասած դեմքը հանդիսացող պարոն Ալեքսանյանի վերջին ձերբակալությունը, ինչը պարզապես խայտառակություն է։ Նախատեսված հուժկու հանրահավաքի նախօրեին նրան ձերբակալելը որևէ կապ չունի նրա արարքների կամ մեղավորության հետ։ Mr. Pashinyan, who is unable to interact with his own citizens, but absolutely an expert, a PhD. Սա ամբողջությամբ արտացոլում է պարոն Փաշինյանի էությունը։ Նա ընդունակ չէ երկխոսել սեփական քաղաքացիների հետ, փոխարենը իսկական փորձագետ է, գիտությունների դոկտոր, դատական համակարգը ծաղրի ենթարկելու եւ օրենքի գերակայությունը չարաշահելու գործում։ Now that endorsement goes because Mr. Pashinyan is acting in their interest. Եվ այս ամենն անպատժելիորեն է անում, քանի որ մշտապես վայելում է գերտերությունների ղեկավարների մեծամասնության աջակցությունը։ Այդ աջակցությունը նրան տրվում է միայն այն պատճառով, որ պարոն Փաշինյանը գործում է նրանց, այլ ոչ թե հայ ժողովրդի շահերից։ And I can take it a step further in terms of this interference and denounce once again the EU. Բարեբախտաբար հայ ժողովուրդը քաչ գիտակցում է, որ իրեն պարտադրված ընտրապայքարը ոչ թե սեփական շահերի, այլ մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղերի մասին է։ Եվ գիտեք, խոսելով այս միջամտության մասին, ես կարող եմ մի քայլ էլ առաջ գնալ եւ հերթական անգամ դատապարտել Եվրոպական միությանը, որը մտադիր է հենց վաղը հեռախոսազրույց ունենալ պարոն Փաշինյանի հետ։ Դրան զուգահեռ ես դատապարտում եմ նաեւ պարոն Պուտինի վրդովեցուցիչ վարքագիծը, որը պատկերավոր ասած շանտաժի է ենթարկում ընտրողներին, հօգուտ Փաշինյանի։ Չնայած սրան շատերը կարծում են, թե Փաշինյանն ուկրաինացի ժողովրդի ընտրյալն է։ Սակայն Պուտինի հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցը լիովին հերքում է այդ թեզը։ Այս զանգերի եւ արևմուտքի կողմից առաջ մղվող կեղծ հարցումների նպատակը մեկն է՝ հետ պահել հայերին ընտրության գնալուց եւ ստիպել հավատալ, թե վիճակն արդեն նետված է։ Որպես ժողովրդավարությանը հավատացող մարդ, ինձ համար ուղղակի ապշեցուցիչ է հետևել արևմտյան այս առաջնորդների վարքագծին։ False polls, but this Western outrageous behavior, as well as Putin's, continues unabated. Մենք արդեն հրապարակել ենք հատուկ զեկույց եւ շարունակաբար դատապարտել ենք այս ամենը, իսկ երեք նաեւ պաշտոնական նամակ ենք հղել այս կեղծ հարցումների վերաբերյալ։ Սակայն արևմուտքի, ինչպես նաեւ Պուտինի այս խայտառակ գործելավոճն ու ապատեղեկատվության հեղեղը շարունակվում են անարգել։ Ուստի ես դիմում եմ հայ ժողովրդին, անկախ ձեր քաղաքական նախասիրություններից, անպայման գնացեք ընտրության եւ դիմում եմ այն հայերին, որոնք գալիս են Ռուսաստանից կամ Միացյալ Նահանգներից քվեարկելու հանուն իրենց երկրի պատմության, հանուն եկեղեցու, հանուն նոր հողեր չզիջելու եւ կապիտուլյացիան որպես կեղծ խաղաղություն չընդունելու։ Դուք քվեարկելու լիարժեք իրավունք ունեք։ Մի լսեք եւ մի վախեցեք Փաշինյանի սպառնալիքներից, թե կձերբակալի ձեզ, ինչպես ձերբակալում է ընդդիմադիրներին։ Դրանք ամբողջությամբ անիմաստ խոսքեր են, պարզապես սուտ։ Այս մարդը քաչ գիտակցում է, որ կարող է հաղթել միայն ցածր մասնակցության դեպքում, քանի որ նրա միակ հենարանը սեփական կողմնակիցներն են եւ Երևանից դուրս բնակվող այն մարդիկ, որոնք աշխատանքի հարցում կախված են իրենից։ Նա չի կարող հույսը դնել նրանց վրա, ովքեր իրականում մտահոգված են Հայաստանի պատմությամբ ու ապագայով։ Նրա հույսը միայն նրանք են, ովքեր ինչ-որ կերպ պարտական են իրեն։ Ուստի խնդրում եմ անկախ կուսակցական պատկանելիությունից գնացեք ընտրության։ Թույլ մի տվեք, որ մեծ տերությունները որոշեն այս ընտրությունների ելքը։ So please get out and vote whatever the party. Don't allow the big powers to determine this election. Շնորհակալություն. Thank you.